Հետո էլ ասենք հլտես մեզ ինչ են բանանում, ոնց կլինի տենց, ոնց կլինի տենց, դուք պատկերացնում եք հեռուստատեսությամբ միջազգային հանրությունը նայում, որ ինչ-որ մարդիկ հանրապետության հիմնական հրապարակում հարևան երկրի այդ մեկ, երկրորդն է Թուրքիայի դրոշը վառում են, ինչ են մտածում այդ մարդիկ, մտածում են ասում են, ես ինչ ուժեղ պետություն, մտածում են ասում են, այս մարդիկ ոնց որ երթևեկության կանոններին չէ տիրապետում։ Հա, այս են մարդիկ են, որ մի քանի անգամ արդեն ավտոյի տակ են ընկել, բայց ոչինչ։ Ես կողմ չեմ, որ ես մեր ժողովրդին արդեն առիթ ունեցել եմ առաջնորդել այդ ավտոյի տակ ընկնելու, ես չեմ ուզում նորից, չեմ էլ ուզում ասեմ, լավ, ես թողեցի գնացի, ոչինչ, թող հաջորդը գա հələ մի հատ այդ անեկդոտի նման, որ երկու ընկերով կինո նստած կինո նայելիս են լնում, այն մեկը շատ սենց հուզված, սենց նայում ամեն դրվագի ռեակցիա տալիս, ասում վայ, այն կողքին ընկերն ասում լսես, ես 5-րդ անգամ ենք այս ֆիլմը նայում, ինչ ես սենց ռեակցիա տալիս։ Վերջա մեկը վերջում տղեն մեռնելու է։ Ասում դե մտածում եմ կարող այս անգամ չմեռնի։ Ես վախենամ մենք շատ նման, մեր պատմությունը շատ նման է սրան։ Մենք ամեն անգամ նույն տերմիններով, նույն ընկալումներով, նույն դիտարկություններից նայում ենք, ասում ենք կարող այս անգամ տենց չլինի, ոչ տենց չի, Ժորժ ջան։ Պետք է մենք այլ բան անենք։